Անուն հոր եւ որդվո եւ օգուին սրբո ամեն։ Ավակ չարեքշաբթվա խորհուրդը սիրելիներ կհայտնե մեզի ավետարանը, թե ինչպես Հիսուս Կիրակի օրը տաճար մտավ, մաքրեց աղավնավաճառներեն, ամեն մարդ ովսաննա կանչեց իրեն, երկու շաբթի եւ երեք շաբթի քարոզեց, մանավանդ երեք շաբթի միջև վերջ քարոզեց։ Եվ չորեք շաբթի այլևս հանրության մեջ չեր էվիր, բայց զարմանալիորեն ճաշի գերթանստելու փարիսեցի մտուն։ Այդ խումբը փարիսեցիներու, որոնք գմերժեին իրենց մեկը Փորոդ Սիմոն անունը կգոչվեր, որովհետև կսվի, որ Հիսուս իրեն ալ բժշկած էր եւ որպես իրեն բադվո սեղան նստեցնելու առիթ տար, Հիսուսին կկանչի իր տունը։ Եվ միևնույն ժամանակ կսե հրյա օրենքի ուսուցիչներն ու քահանաները կուզեին փնտրել եւ բռնել իրեն, բայց ոչ աշտոնին, որովհետեւ շատ մարդ կար եւ ամեն մարդ Հիսուսին գեհդեվեր, եթե աշտոնին բռնեին, մեծ ամփոխը կրնար ժողովրդի մեջ խառնշտում առաջացնել եւ հռոմեացիներու ցերքին այն։ Եվ այս ընթիքը հետաքրքիր է։ Գուկա Սիմոնի դուն Հիսուս ավետարանական տարբեր հատվածներու մեջ տարբեր ձևով կներկայացնի։ Կսե, երբ որ հոն նստած էին, գինը եկավ։ Տեղը գսեն Մարիամը, գեղմը անուն, Մարգոս ավետարանիչը անուն չի սեր։ Ուրեմն փարիսեցի դունը պետք է հասկանանք, որ փարիսեցին պետք է միշտ մաքուրը լար օրենքին համաձայն, ձեռքերը պիտի լվային, երբ որ դունը գմտնես, պատվողուրես քու ձեռքերդ գլվան, երեսդ գլվան, ոտքերդ գլվան, որտեղ սեղանները ցածրասակ սեղաններ էին, եւ անուշ յուղ մնալ կուդային քեզի, որ ինքզինքիդ ասանք օձես, քիչ մթարմանաս վերջը նստիս սեղան։ Ուրեմն փարիսեցին շատ ուրախ էր, բայց ահա ընթրիքի ժամանակ դունի թուրեն ցայներ գլսվի, որ գսեն մի մտներ, արկիլված է քեզի հոս քու տեղը չէ, թուն անարագ ես, թուն մաքուր չես, բայց մտնողի փափագը Հիսուսին տեսնելու այնչափ մեծ էր, որ ամենուն երևակայեցեք հրելով ներս կուքա եւ երբ որ Հիսուսին կտեսնե, ինչ կնե, գսե այդ կինը անուշահոտ յուղը կդրեց իր սրվագին մեջ եւ Հիսուսի գլխուն թափեց։ Մասիկա պետք է հասկանանք ինչ է բարական։ Ընդհանրապես աստեսակ մդերմությունը սիրելին գներ, այսինքն ամուսինները գնեին իրար, որ որպես նվեր քեզի անուշահոտ յուղ կուդամ եւ ես իմ ձեռքերովս քեզի կոծեմ։ Եվ գինը ադ շիշին հետ նաեւ իր սիրտը կգդրե Հիսուսի ոտքերուն առջև եւ լալու գսկսի։ Պատկերներում մեջ տեսած է կատին կինը մազերը բաց է։ Եթե մազերը բաց է, ըսեր է որ ամուսին չունի, մերժված է միշտ, հա, եւ ասպարագային գսե անարակ կին մնե։ Եվ անչափ կուլա, որ Հիսուսի ոտքերը գթրջվի։ Երբ որ գթրջվի, մազերով գճորցնի։ Եվ միայն երևակայեցեք, հա, աս ամեն ինչը գլա ճաշի սեղանի շուրջ, կինը հոս է, Հիսուս հոս է, որտեղ Հիսուսին ետևեն կմոտենա, եւ հոն, այդ մեծ մորուքավոր փարիսեցիները նստեր են եւ մտքի մեջ ինչ կսեն։ Հա, կթադեն Հիսուսին կթադեն, կսեն, եթե աս մարդը մարգարե է, չէ, աչա բաներ գլսենք իր մասին։ Երեք չի առաջ օր մարդ կփորար ովսաննա, չի գիտեր աս ինչ տեսակ կին է։ Եվ ամենակետն Աստված, գիտեք, որ մեր սրտերը եւ մտքերը կգարթա, կդառնա եւ Սիմոնին կսե, քեզի փա հարցում ունիմ Սիմոն։ Կսե պարտադեր մգար, որ բարդ տված էր երկու հոգի։ Մեկումը 100 թահեգան, մեկումը 1000 թահեգան։ Եղավ, որ երկուքն ալ չեն գնա վերաթաշնել այդ դրամը, երկուքին ալ ներեց, սավ գներեմ ցեզի, սեր գցցնեմ ցեզի, հա, չեմ ուզեր ցեզ մի դրամ։
քու կարծիքովդ ով ավելի ուրախ կլա։ Անշուշտ փարիսեցին հաշիվ գնե, դրամի մասին է խոսքը, չէ, եւ գսե, որ ան որում որ շատ ներվեցավ։ Լոջիկ է պատասխանը։ Այո, գսե Հիսուս, ճիշտ ադեցիր, որովհետեւ որում որ շատ կներվի, ասել է, որ ինքն ալ շատ կսիրե, հա։ Եվ փարիսեցի ամեն չրազները Հիսուս իր արջևը գտնե, թե ինչպես այս կինը հրավ ինչ որ չրեր։ Տունդ մտա, ջուր չբերիր, որ ձեռքերս տվալու եւ ոտքերս տվալու։ Եթե քեզի համար պատվո հյուր եմ, եթե դու փարիսեցի ես, միշտ աս ամենը գնես, ինչու ինձ չրիր, չէ։ Յուղով չոձեցիր գլուխս, որը հարկանքի նշան, համբույր չդվիր ինձի տունից շեմին արջև, հա, իսկ այս կինը եկե չէ եկած, ոտքերս համբուրեց, արցունքներով լված, մազերով սրբեց, գլուխս ալ օձեց անուշահոտ յուղով։ Կսեմ քեզի, որ այս կնոջ մեղքերը ներված են։ Եվ նորեն ինչ կնեն փարիսեցիները, գտադեն Հիսուսին, որ ով է աս մարդը, որ մեղքերը գները, որտեղ իրենց համար միայն Աստված կնա։ Բայց Հիսուս կդառնա կնոջը գսե, որ գնա, այլևս մի մեղան չէ, որտեղ քու մեղքերդ քեզի ներված են։ Եվ հոս ավետարանը կգենա, եւ մեգեն կարծես Հեչ կապ չունեցող տողմը գտնե Մարգոս 14-ի մեջ, մեգեն 11 երբ որ կարդանք, միջև 9, հա, Հիսուս կսել լավ գիտեք, թե աշխարհի վրա ուր որ ալաս ավետարանը կարոզվի, մարդիկ գնոջ ըրածի մասին պիտի խոսեն եւ հիշեն զինք, ինչպես հիմա մենք հիշենք, չէ։ Աբա մյուս տողը գսե, 12 աշակերտներեն Հուդա Իսկարիովտացին գնաց ավակ քահանաներու մոտ, որբեսի Հիսուսին անոնց մատնե, անոնք ասիգա լսելով շատ ուրախացան եւ խոստացան դրամ տալ իրեն։ Եվ Հուդա հարմար առիթը կսպասեր Հիսուսը մատնելու համար։ Եվ մենք գիտենք, որ Հուդային գուդան 30 արձատ, որը ասենք $4000 գնե այսօրվա դրամով։ Պատմություն մգա 3 ծառ գլան քովի գեցած։ Եվ փայդահադը գուկա կսկսի իր գացինով ծառը գդրել։ Հիմա 3 ծառերն ալ իրար հետ կխոսին, կսեն, վայ, մեզի պիտ կդրեն, ինչ քեշ է, մեզի պիտ կդրեն, մեզի պիտ տանեն այրեն։ Մեջտեղինը լուր գմնա գսեն, թուն ինչու ցայն չես հաներ։ Քեզի համար քեշ չէ, հաջորդը թուն ես, ամեն ծառերը պիտի կդրեն։ Կսե քեշը ոչ թե որ մեզի պիտ կդրեն, այլ գդրողին ոչն ալ մեզմե է, գոթը, չէ, հատկացինի գոթը ինչ է, պայդ է, ծարեն է, անալ մեզմե է, հոս ամենեն կեշը, որ 12-ի գոթը հութան կերթագը մատն է, որ դեղը կիդեր, որ իրենց մեր, իրևագայցեք, Հիսուս զադած էր իրեն որպես առաքյալ, 70 հոգի են իրեն զադած էր, 12-ի մեջ ինքն էր, վստահած էր իրեն ամենեն կարևոր բան առաքելության մեջ, քսագը, դրամը, չէ, ընդհանրապես, երբ որ տեսնեք վերջին ընթրիքի նստած նկարները, միշտ Հովանեսը կողմը գլա եւ Հովանեսի քովը գլա հութան, որը պատվո տեղ էր նաև աշակերտի մնստելու, եթե հոն նստեր էր, ասեր է, որ մեծ վստահություն ունի իր վրա, ընդհանրապես պատկերների մեջ կտեսնեք, ձեռքը քսագը կա։ Հիսուս ոտ ջուրի վրա քալած էր տեսած էր, մեռելը հարություն տված էր տեսած էր։ Հիսուս իր ոտքերը լվաց։ Սեղանի շուրջ անգամ սավաս հացը, որում որ թաթխեմ, որը սովորություն էր ժամանակվա, որ երբ որ սեղանաբեդը քեզի գդրե հացը գուտա առաջին, ասել է, որ տուն շատ քնահատված մեկն ես։ Եվ Հիսուս կսե, որում որ տամ, ինքն է մատնիչը։ Ասի ինչ երևակայցեք աշակերտները գուդեն, իրար հետ կխոսին, թերևս միայն Հովանեսը գլսե ասպաժինը։ Բայց Հիսուս ամեն ինչ գնե, որ հութան արթննա։
ամեն քայլի գերտա, որբեսի զղջում ունենա։ Բայց վերջը հութան գերտա եւ գսե, որ ինչ կուդայք ինձի Հիսուսի համար։ Գինը անծանոթ, ներում գտնե, դալով ինչ որ գուդա Հիսուսի համար, իր ամենեն սուղը, հա, պատմակետները գսեն, որ ադ մեկ աբագե նարդոսը մեկ տարվա աշխատավարձ կրնալար այն ժամանակվա։ Աչա որ սուղ էր երևակայեցեք եւ գսե դուն անուշահոդությամբ լեցվեցավ։ Եվ մյուս կողմեն կտեսնենք այդ 30 արձաթը բզդիկ բան մներ եւ գնաց հութան մատնեց։ Հոս ինչն է հարցը։ Սրդի մասին է խոսքը։ Հիմա մենք կրնանք ասել հութան ասանք է, անի ասանք է, վերլուծություն ենք, բայց հարցը մեր մեջ ինչ կփոխվի աս ամեն ինչով։ Ինչ որ գսիրենք, ադիգա գթառնանք սիրելիներ, որուն որ գսիրենք, ադոր կպատկանենք։ Գինը ներում տեսած էր Հիսուսեն, եւ քանի որ սիրտը դիրոջ արչեվ էր, սա որ ասի շատ սուղնոց է ինձի համար, տանիմ ինչ կրնամ դալ իրեն համար։ Հագարակ հութան միայն դրամի սիրուն չէ որ երավ։ Հութան Հիսուսին հետ միշտ տեղը անհամացայն էր։ Աղկադը գոքնեին, հա, կսեր որ ինչու պիտի աղկադը օգնենք։ Աղկադը թող երթա ուրիշներեն ուզեմ, մենք գործ ունենք կնելիք, չէ՞։ Հիսուս իշուգին վրա պիտի նստեր, բայց կսեր մտքին մեջ որ դու թակավոր ես, ցին եղած ինչ է ցին վրա չես նստիր, չէ՞։ Հիսուս կսեր պիտի մատնվեն մտքի մեջ կսեր որ ինչպես կլասանք հայտնի մեկը մեռնի։ Այսինքն իր սրդի մեջ ինքը Հիսուսին ոչ թե դեր կերևակայեր, այլ որպես ծառա։ Իմ ուզածսն է։ Հիմա մեկ հատ մտածենք մեր կյանքի մեջ։ Մենք եւ որ Աստուծո երթանք։ Ինչ կսենք տուն ես Տերս ասիգար է մեզի համար։ Կամ գսենք Տեր, ինչ է գամքդ որ ես սնեմ։ Մենք երթանք Հիսուսին գսենք որ ասի ասանք է Երանի ասի ասանք փոխվի, ասոր հակուստը գեղեցիկ չէ, ասոր խոսալու ցևը, կյանքս ասանք դասավոր է։ Այն ադեն մենք ինչ կնենք։ Հութայի պես կվարվենք Աստուծո հետ կամ Մարիամի պես կվարվենք։ Ուրեմն ասոր արտահայտությունը հետևյալն է։ Հութան վարվեցավ անհուսություն եկավ վրան եւ վերջո ինքզինքը սպանեց։ Գինը դվավ եւ դրվեցավ այդ ամբողջ մարմինով վար ինգավ, ամենեն սուղը դվավ, կդրեց այդ շիշը եւ սենյակը անուշահոդությամբ լեցվեցավ։ Եվ եկեղեցու այրերը գսեն, որ այդ անուշահոդությունը սրդի փոփոխությունն է, զղջումը, աբաշխարությունը, երբ որ մենք ունենանք, անուշ կփուրվի։ Եվ հագարակը, երբ որ մեղքի մեջ կաբրինք, հոդած կլանք։ Սուրբ Գրիգոր Դատեվացին գսե, այդ սատկած շունի կամ սատկած ցիու հոդ կուկա։ Այդ տեսակ է, երբ որ մեղքի մեջ ենք։ Հետևաբար սիրելիներ, Քրիստոս կփնտրե ամեն վարյան մեզի, որբեսի մենք չմատնենք իրեն։ Ադոր համար առաքյալները չորեքշաբթի պահք սահմանեցին, ասելով որ քրիստոնյայի պահքը հրյայի պահքի պես պիտի չլար։ Հրյան գներ 2 շաբթի եւ 5 շաբթի, բայց քրիստոնյան գնե չորեքշաբթի եւ ուրբաթ։ Չորեքշաբթի Քրիստոս մատնվեցավ որ պիտի ծախվի, մարմինը մատնվեցավ Աստուծո, հա։ Մենք մեր մարմինին ոչ կսենք։ Հուդան իր ուզածը հրավ Աստված ծախելու, մենք մեր մարմինին գսենք քո ուզածը պիտի չլա այսօր, իմ հորս կամքը պիտի լա։ Ես իմ մարմինից պիտի ստիպեմ, որբեսի այսօր պահք պահեմ, ծոմ պահեմ եւ ասելով որ Աստծո կամքը թողելա։ Ուրեմն թող Տերը զորացնե մեզի, որ նմանինք այս կնոջը, որ անուն չունի, եւ մենք ալ Աստծո ոտքերուն արչեւ երթանք, ասենք Տեր, ինչ կրնանք քեզի տալ, որովհետեւ ահա վաղը քեզի պիտի թադեն, փշեբսակ տնեն, խաչը բարձրացնեն, խնդան վրա եւ վերջը թաղեն քեզի, բայց մեր հույսը քու մեծ հարությունը է։ Որովհետեւ եք Հավիդյանս Հավիդյանից ամեն։ Միասին